Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հյուրեր, բարև ձեզ, ողջույն Սարգիս, Բուն TV-ի եթերում սկսում ենք Բուն բանավեճը։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, հյուրեր, Բուն բանավեճը մի հարթակ է, որտեղ հրավիրվածները, մեր փորձագետները հանրային դեմքերը ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը եւ այս մեր հարթակը, ինչպես գիտեք, ունի հստակ կանոններ, մի քանի փուլերից է բաղկացած մեր հաղորդումը եւ յուրաքանչյուր փուլից առաջ մենք կներկայացնենք այդ կանոնները։ Կանոններն անպայման կներկայացնենք փուլերից առաջ, իսկ մինչ այդ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ նրանք նույնպես կարող են մասնակցել մեր այս քննարկմանը։ Դրա համար պետք է մուտք գործել մեր Բուն բանավեճի սոցիալական հարթակներ Facebook-ում եւ Instagram-ում, ծանոթանալ հաջորդ շաբաթվա մեր թեմային եւ հարցեր ուղղել մեր հյուրերին։ Այո, այդ հարցերը մենք հետո այսպես հավաքում ենք Աննա եւ փոխանցում ենք մեր հյուրերին։ Մենք ուզում ենք, որ հարգելի ունկնդիրներ, դուք նույնպես մասնակից դառնաք այս հաղորդմանը։ Այսօր պատրաստում ենք քննարկել մի շատ կարևոր թեմա Հայաստանի համար՝ էներգետիկ հարցերը, էներգետիկ անվտանգության հարցերը։ Հայաստանը նոր պայմանավորվածություններ է կարծես ձեռք բերում, օրինակ արհեստական բանականության անպային կենտրոնը, որը նախատեսվում է կառուցել Հրազդանի մոտ եւ օրինակ այդ կենտրոնի համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա։ Հարց է առաջանում, թե ինչպես է Հայաստանը ապահովելու այդ էլեկտրաէներգիան։ Մյուս կողմից Աննա, որքան մենք տեղյակ ենք, այո։ Մյուս կողմից էլ մեր էներգետիկ հսկան ատոմակայանը իր կյանքի արդեն մայրամուտում է եւ քննարկումներ կան այն մասին, որ 36 թվականից հետո դժվար կարողանանք այն պահպանել եւ քննարկվում են այլընտրանքներ։ Արդյոք պետք է որ մենք նոր ատոմակայան կառուցենք եւ եթե այո, ինչպիսին։ Այո, սա շատ կարևոր հարց է, այժմ թույլ տվեք ներկայացնել մեր հյուրերին։ Մեր հյուրերն են էներգետիկայի ոլորտի փորձագետ նախկին փոխնախարար Էդվարդ Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու։ Այո, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Էդվարդ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, բարև ձեզ, պարոն Մարջանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ հայկական խորհրդի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, շնորհակալություն։ Եվ Սարգիս, անցնենք առաջին փուլին, նախ ներկայացնեմ կանոնները մեր հյուրերին։ Առաջին փուլում մենք մեկական հարց կուղենք ձեզ եւ դուք 3 րոպե ժամանակ կունենաք այդ հարցերին պատասխանելու համար։ Պարոն Մարջանյան, առաջին հարցը ձեզ կլինի ուղղված։ Մենք լսել ենք ձեր հարցազրույցները կապված նոր ատոմակայանի հնարավոր տարբերակների հետ եւ եթե չեմ սխալվում, դուք որոշակի թերահավատություն ունեք կապված մոդուլային ատոմակայանների հետ։ Կարող եք անդրադառնալ այն խնդրին, թե արդյոք Հայաստանը արժի որ անցնի մոդուլային ատոմակայանին եւ եթե այո, ապա դա որ երկրի առաջարկը պիտի լինի։ Մոդուլային ատոմային ռեակտորները ընդհանրապես ատոմային էներգետիկայի այսօրվա քննարկվող թերևս ամենատակ, այսպես ասած, շիկացած թեման է։ Աշխարհը իրավացիորեն փորձում է հասկանալ այդ տեխնոլոգիաների հեռանկարը։ Մեկնարկել են մի քանի ծրագրեր տարբեր երկրներում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Արգենտինայում անգամ փոքր մոդուլային ռեակտորների ուղղությամբ, սակայն իմ կարծիքով մոդուլային ատոմային կայանները դեռ պետք է ապացուցեն իրենց հուսալիությունը, դեռ պետք է ապացուցեն, որ արդյունավետ լուծում են էներգետիկ ոլորտի համար, այլ ոլորտների համար նրանք արդեն ապացուցել են, լինի դա նավատորմ, լինի դա այլ կիրառումներ, ահա կարծում եմ Հայաստանի ատոմային էներգետիկայի հեռանկարի տեսանկյունից, նոր բլոկի հեռանկարի տեսանկյունից շատ ավելի ընդունելի եւ հեռանկարային է ջրաջրային էներգետիկ ռեակտորների տեխնոլոգիան, այն ինչ կոչվում են VVR կամ անգլերեն PWR, ճնշման տակ ջրային ռեակտորների տեխնոլոգիա։ Մենք ունենք տարբերակ այդպիսի։ Մեր աշխատող բլոկը հենց այդպիսին է։ Նկատի ունեմ այլընտրանքային տարբերակ նորը կառուցելու համար։ Առաջարկներ ունենք։ Իհարկե, վստահ եմ, որ գործընկերներն էլ կասեն դրա մասին, մի քանի երկրներ առաջարկում են հենց ջրաջրային ռեակտորների տեխնոլոգիան։ Իդեպ, պիտի ասեմ, որ որոշ մոդուլային փոքր ռեակտորներ նույնպես հիմնված են ջրաջրային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, օրինակ Holtec ընկերության փոքր մոդուլային ռեակտորը դա ջրաջրային էներգետիկ ռեակտոր է, սակայն որը դեռ պետք է ապացուցի իր արդյունավետությունը։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, պարոն Մարջանյանը ասում է
մոդուլային այսպես ռեակտորները խնդիր ունեն, եթե փորձենք իմի վերել, փորձարկված չեն քաղաքացիական ոլորտում, թեև կարծես ռազմական ոլորտում օգտագործվել են սուզանավեր եւ այլն, եւ պետք չէ, որ առաջին երկրներից մեկը Հայաստանը լինի եւ այսպես դառնա փորձադաշտ։ Բայց մյուս կողմից որքան հասկանում ենք Հայաստանում խնդիր կա դիվերսիֆիկացնել նաեւ էներգետիկ անվտանգությունը, էներգետիկ այսպես կարողությունները եւ այս առումով Հայաստանում դիտարկում են, որ գիտեք, եկեք նաեւ այս հարցում մեր կախվածությունը Ռուսաստանից գոնե կրճատենք։ Դուք ուսումնասիրել եք այս հարցը, ինչ մտքեր կան ձեզ մոտ։ Շնորհակալություն հարցի համար։ Նշեմ, որ ես, քանի որ քաղաքագետ եմ, էներգետիկայի մասնագետ չեմ փորձի մտնել բանավեճի մեջ կապված մասնագիտական խնդիրների հետ, կապված հնարավորությունների հետ, ռեսուրսների հետ Հայաստանի Հանրապետության փորձարկված լինելու հետ։ Ես ելնում եմ մեկ բանից, այն փաստից, որը հայտարարվել է։ Հայտարարվել է արդեն, որ Հայաստանը ընտրել է մոդուլային ատոմական կառուցելու ճանապարհը, հայտարարվել է ամենաբարձր մակարդակով, ինչը նշանակում է, որ մենք պետք է հիմա հասկանանք արդյոք դա մեզ ուր է տանելու եւ արդյոք այս ճանապարհը, որ արդեն ընտրվել է, հնարավորություն է տալու օրինակ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգետիկ դաշտը։ Ես կարծում եմ, տեսեք, նախ առաջին հերթին որևէ տեխնոլոգիա, որը ընտրվել է կամ կընտրվի հետագայում կամ կկառուցվի որևէ ատոմակայան, չի բացառում, որ կարող է լինել այլ բան եւս կառուցված։ Այդ առումով իհարկե այս պահին հնարավորությունները Հայաստանի Հանրապետության սահմանափակ են, այս պահին խոսում ենք մեկ ատոմակայանի մասին, բայց մասնավորապես մոդուլային ատոմակայաններ կառուցելու տրամաբանությունը հուշում է, օրինակ Լեհաստանի օրինակը հուշում է, որ կառուցում է սովորաբար կասկադային ատոմակայաններ, այսինքն մի քանի ատոմակայան, որոնք աշխատում են մեկը մյուսի հետ։ Այս պահին դեռ վաղ է նման կանխագուշակումներ անել, բայց եթե դա իրականություն դառնա, ապա դա ակնհայտորեն Հայաստանի էներգետիկ կախվածությունը ոչ միայն Ռուսաստանից, այլև էներգիայի այլ աղբյուրներից կնվազեցնի, ինչը նշանակում է, որ Հայաստանը օրինակ գազի ներմուծման, նավթի ներմուծման եւ այլ ոլորտներում կարող է որոշակիորեն ավելի մեծ ազատություններ իրեն թույլ տալ։ Այս առումով իհարկե մոդուլային ատոմակայանների կառուցումը մեծ դրական փոփոխություն կլինի։ Բայց չկա այդ տեխնոլոգիական վտանգը, չկա այդ սպառնալիքը, որ գիտեք փորձարկված չէ քաղաքացիական ոլորտում, հիմա եկեք կառուցենք։ Կարծում տեխնոլոգիական հարցի վերաբերյալ գործընկերները պետք է ավելի շատ խոսեն, որովհետև ես քաղաքական կողմերն եմ միայն ուսումնասիրում, լինելով քաղաքագետ ինքս, քաղաքական առումով նորից նշեմ, որ մեզ համար շատ կարևոր է ունենալ այնպիսի տեխնոլոգիա, որը որոշակիորեն կսահմանազատվի նախկինում մեր ունեցած ավանդական հնարավորություններից։ Եվ նորից պետք է նշեմ, որ մեկը մյուսին չի բացառում։ Տեսեք, շատ են խոսում այն մասին, որ գոյություն ունեն չինական տեխնոլոգիա, չինական առաջարկներ, որոնք հնարավորություն են տալիս, եթե չեմ սխալվում, մինչև 1200 կիլովատ, այո, էլեկտրոէներգիա արտադրել, ինչու մենք չենք կարող դիտարկել, որ ինչ որ ապագայում, ինչ որ ժամանակ հետո, գուցե տասնամյակներ անց, մենք կարող ենք ունենալ եւ ամերիկյան եւ չինական ատոմակայաններ Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, եթե չեմ սխալվում, դուք եք թերահավատորեն մոտենում մոդուլային ատոմակայանի հեռանկարին Հայաստանի համար եւ կարծում եք, որ գործող ատոմակայանը դեռևս կարող է իր կյանքը երկարաձգել, եթե անպատասխան աշխատանքներ տարվեն։ Կառավարության ղեկավարն էլ վերջերս նման ակնարկ արեց, որ գուցե 10 տարով երկարաձգվի կյանքը ատոմակայանի, բայց ռիսկեր չկան արդեն մաշված ատոմակայանի կյանքը երկարաձգելու տեսանկյունից ինչ ռիսկեր եք տեսնում նաև։ Խոսել ռիսկերի մասին մի քիչ երևի այսօր պետք չի, որովհետև մեր ատոմակայանը աշխատում է, վերագործարկվել է 95 թվականի նոյեմբերին եւ մինչեւ հիմա աշխատում է։ Ճիշտ է, այն բոլոր պայմանները, որ մենք այն ժամանակ ենթադրում էինք, որ պետք է մեր ատոմակայանի օգտագործված վարելիքը, առաջացած թափոնները, ինչպես դա արվում էր մինչև 90 թվականը, տեղափոխվեն Ռուսաստան, ինչպես դա ընդունված է օրենքով, պայմաններով եւ այլն։ Խորհրդային միության շրջանակներում գործող օրենքներով։ Բայց 95 թվին, երբ որ մենք վերագործարկեցինք ատոմային բլոկը, ապա մենք հույս ունենք, որ մի 2-3 տարի հետո բոլոր այդ հարցերը կլուծվեն եւ մեր ատոմակայանը կաշխատի նույն պահանջվող անվտանգային պայմաններում, ինչպես նա առաջ աշխատել է մինչև 88 թվականը։ Բայց 2-3 տարի անցնելուց հետո
ոչ մի պայմանավորվածություն մեր հարևանների Ադրբեջանի հետ տեղի չունեցավ, նրանք մինչև այսօր էլ բարձրաձայն ասում են, որ մենք դեմ ենք, որ Հայաստանում ատոմակայանը աշխատի։ Նույն բարձրաձայն կերպով Թուրքիան է ասում։ Եվ դրա համար մեր հարևանների հետ բացասական վերաբերմունքը, եթե գործող ատոմակայանը все-таки աշխատում է եւ կաշխատի, հիմի կաշխատի այսօր կատարվող 5 ամսով կատարվող պայմանների իրացման դեպքում կաշխատի եւս 10 տարի մինչեւ 36 թիվը, իսկ 36 թվից հետո արդեն Ռուսաստանը նոր օրենք է ընդունել, որ այդպիսի բլոկները կարող են աշխատել եւս 10 տարի, այսինքն մեր ատոմակայանի բլոկը կարող է աշխատել 36 թվից հետո մինչև 46 թիվը։ Իհարկե, կան որոշ խնդիրներ, պայմաններ, որի մասին պետք է առանձին խոսել, քննարկել, բայց եղածը սա է։ Եվ այսպիսի պայմաններում մեր ատոմակայանի մասին այսօր մենք պետք է խոսենք այն, որ դա մեր ատոմակայանն է, պետք է մենք նրան շահագործենք, բոլոր պահանջվող պայմանները կատարենք, որպեսզի նա կարողանա հաջողությամբ անվտանգ աշխատի մինչև իր սահմանները 36 թիվ եւ դրանից հետո մինչև 46 թիվ։ Շնորհակալություն, պարոն Պարոն Արսումանյան։ Աբրահամյան, նախ խնդրում եմ մեկնաբանեք այս տեղեկությունը, արդյոք հնարավոր է տեխնիկապես երկարաձգել եւս 10 տարի մինչև 46 թվականը եւ խնդրում եմ անդրադարձեք նաեւ մտահոգություններին, թե գիտեք, եկեք Հայաստանը չդարձնենք, ես հասկանում եմ պարոն Ղևոնդյանի ասածը, բնականաբար Հայաստանի համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել նաեւ դիվերսիֆիկացիայի գնալ նաեւ էներգետիկ անվտանգության ոլորտում, բայց հնչում են մտահոգություններ, ասում են, գիտեք, աշխարհում ոչ միտեղ մոդուլային ատոմական կարծես չի կառուցվել, եւ այս թեզը շատ հաճախ մենք լսում ենք մեր ռուսաստանցի բարեկամներից, այ խնդրում եմ այս երկու հարցերին նույնպես անդրադառնալ։ Շատ լավ, շնորհակալություն, նախ ձեր հարցի տրամաբանությամբ անդրադառնամ երկարաձգմանը, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը ինքը երևի բարդագույն process-ներից մեկն է, որը նախատեսում է մի ամբողջ գործողությունների ծրագիր, որի իրականացումից հետո հնարավոր կլինի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել։ Եվս 10 տարի 36 թվակ, ճիշտ եմ ձեզ մինչև 36 թվականը նույնիսկ երկարաձգելու համար մի ամբողջ աշխատանք է տարվում պլան ժամանակացույցով, գործողությունների ծրագրով, որոնք թույլ կտան ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 36 թվականը։ Այժմ այդ աշխատանքները ընթացքում են։ Թե ինչ կլինի 36 թվականին դրանից հետո երկրի վարչապետը հայտարարել է, որ այն հնարավորություն կտա, ոչ թե ասել է երկարաձգենք, ասել է, երբ որ մոտենա այդ ժամանակը, մենք կնայենք ատոմակայանի, կդիտարկենք ատոմակայանը ռեսուրս եւ պոտենցիալ ունի եւ ամենայն հավանականությամբ, այո, ըստ նախնական գնահատականների դեռ կունենա պոտենցիալ եւս երկարաձգելու, թե քանի տարի արդեն հնարավոր կլինի ժամկետի մոտենալուն պես հնարավոր կլինի ուսումնասիրությունների եւ խոր վերլուծությունների եւ հաշվարկների շրջանակներում ասել, թե արդյոք հնարավոր է, թե ոչ։ Խոսքը դրա մասն է գնացել։ Մոդուլային ատոմականների մասով ինչ կասեք։ Տեսեք, մոդուլային ատոմականների մասով մի հետաքրքիր, որը որ չգիտես ինչի չի քննարկվում, օրինակ չի քննարկվում ամենաառաջնային եւ կարեւոր հարցը, թե ինչու է կատարվել մոդուլային ատոմակայանի ընտրությունը, ինչ պայմաններում է կատարվել։ Իսկ խնդիրը հետեւյալն է, որ բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք իրականացվել են, ցույց են տվել, որ մեր էներգետիկ համակարգում մի քանի ընդ որում այդ ուսումնասիրությունները եղել են մի քանի տարբերակներ են ուսումնասիրվել, մի քանի սցենարներ են ուսումնասիրվել եւ այդ ուսումնասիրությունների արդյունքները բերել են նրան, որ Հայաստանին ընդ որում այդ ուսումնասիրությունների շրջանակներում ամեն ինչ է գրեթե հաշվի առնում եւ էկոնոմիկայի զարգացման տեմպերը եւ ամեն ինչ եւ ցույց են տվել վերլուծությունները, որ Հայաստանի էներգետիկ համակարգում լավագույն տարբերակը կլինի մինչև 600 մեգավատ հզորությամբ մի քանի մոդուլներից բաղկացած ատոմային էլեկտրակայանը եւ այդ ընտրությունը
կատարվել է դրա շրջանակներում եւ ներկայացվել է Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Ընդհանրապես սա է եղել, իսկ ինչ վերաբերում է մեր գործընկերները, երբ որ նշում են, որ սա հնարավորություն կտա դիվերսիֆիկացիայի, մենք եւ վարչապետը եւ բարձրագույն ղեկավարությունը պետության նշել է, որ մենք քննարկում ենք այն բոլոր երկրների հետ, որոնք հնարավոր նման տեխնոլոգիայի տեսանկյունից առաջարկ ունեն մեզ։ Դրա մեջ մտնում է եւ Չինաստան, եւ Ռուսաստան, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ Ֆրանսիա։ Իսկ Ռուսաստանը նույնպես մոդուլային ատոմակայաններ է արտադրում, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Ռուսաստանը եւս Հայաստանի Հանրապետությանը ներկայացրել է առաջարկ, որը ներառում է նաև փոքր մոդուլային։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Աբրահամյան, Աննա, մենք անցնում ենք հաջորդ փուլին, կներկայացնես կարճ կանոնները։ Անպայման, երկրորդ փուլում մեր հյուրերը հնարավորություն ունեն մեկ հարց տալ մասնակիցներից որևէ մեկին։ Այո, այդ հարցը տալու համար հարգելի բարեկամներ, դուք ունեք 30 վայրկյան ժամանակ, պատասխանի համար 3 րոպե Եվ արձագանքի հնարավորություն կունենաք նույնպես 30 վայրկյանի շրջանակներում։ Սկսենք թերևս պարոն Արզումանյանից, պարոն Արզումանյան, ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը մեր հյուրերից։ Պարոն Աբրահամյանին, շատ ներողություն, բայց ես չհասկացա, դուք կարծում եք նախարարությունը որոշել է եւ այդպես զեկուցել է եւ հույս ունի, որ այդ մոդուլային կայանների համար պետք է հիմիկվանից քայլեր անել, այո, հույս ունեք դա։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, պարոն Արզումանյան, ես տարբեր հարթակներում, տարբեր քննարկումների ժամանակ արդեն իսկ նշել եմ, որ մենք ներկայումս մենք ասելով մեր մասնագիտական խումբը, ատոմային էներգետիկայի բնագավառի Հայաստանի մասնագետների խումբը իրականացնում է վերլուծություններ, քննարկումներ, տարբեր ուսումնասիրություններ եւ որևէ մեկը չի արգելում մեզ, այո, այս փուլում իրականացնել նման ուսումնասիրություններ։ Որևէ բան մեզ չի արգելում, որպեսզի մենք օր առաջ ծանոթանանք նորագույն տեխնոլոգիաներին։ Իհարկե մենք հասկանում ենք, որ լիցենզավորումից սկսած մինչև որ չկա որևէ շահագործվող օրինակ, մենք բոլոր խնդիրները հասկանում ենք, բայց կրկնում եմ, որևէ մեկը չի արգելում մեզ, որպեսզի ուսումնասիրել առկա գոյություն ունեցող տեխնոլոգիաները, թեկուզ թղթի վրա կլինի, դա կլինի ինչ-որ նախագծման փուլ, չգիտեմ, տարբեր տեխնոլոգիաներ, տարբեր զարգացվածության մակարդակ ունեն, բայց մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք, որ մենք ժամ առաջ ուսումնասիրում ենք նման տեխնոլոգիաները։ Մենք որևէ ընտրություն ներկա պահին չենք կատարել, մենք ընդամենը ուսումնասիրում ենք աշխարհում եղած եւ ամենակարևորը մեզ առաջարկված բոլոր տեխնոլոգիաները։ Ցանկանում եք արձագանքի։ Այո, իհարկե։ Բայց չէ որ պետք է իմանալ եւ դա ընդունել որպես հիմք հետեւյալը։ Այսօր ատոմային մոդուլային կայաններ ունի միայն Ռուսաստանը հյուսային Սառուցյալ օվկիանոսում 2 նավի վրա, որտեղ տեղադրված բլոկների հզորությունը չի գերազանցում 10-15 մեգավատը։ Նրանք ուզում են մոդուլային ատոմային բլոկներ տեղադրել ցամաքի վրա, բայց այդ աշխատանքները նրանք ուսումնասիրում են, դեռևս չունեն ոչ մի արդյունք, ուսումնասիրման արդյունք չկա, որպեսզի նրանք կարողանան ասել հետևյալը, ինչ որ հիմի քննարկում է Հայաստանում, որ դե հենա Ռուսաստանը, Չինաստանը եւ այլը, հա դե բերեք մենք էլ 200 մեգավատանոց մոդուլային ատոմակայան դնենք եւ այլը եւ այլը։ Մագատեի օրենքներով մի երկիր, որը ուզում է իր մոտ ատոմակայան կառուցել, նա պետք է ասի, թե որ երկրի ատոմակայանի տիպը նա ուզում է վերցնել, որից հետո որը կարող է անել, եթե այդ երկրում այդ ատոմակայանը աշխատում է առնվազն 3 տարի, այլ 3 տարից հետո նա կարող է պատասխան տալ։ Շնորհակալություն պարոն Արզումանյան։ Շատ ներողություն, բայց այդպիսի միջուկային ատոմային բլոկ 10-15 մեգավատից ավելի բարձր նավի վրա տեղադրված այսօր ցամաքում ոչ միտեղ չկա։ Այո, մենք եւ դրա հասկացանք։ մասին խոսելը ավելորդ է։ Դեռ վաղ է, կարծում եք։ Վաղ է։ Այո։ Պարոն Աբրահամյան, գուցե դուք
Այո, շատ շնորհակալություն։ Որևէ մտքի հետ պարոն Արզումանյանի ասած, որևէ մտքի հետ անհամաձայնություն չունեմ, բացառությամբ որ ինչ-որ հզորություններ են նշվում։ Մենք որևէ հզորություն կոնկրետ չենք մատնանշել եւ որևէ մեկը դեռևս չի խոսել Հայաստանում դրա կառուցման մեկնարկի մասին։ Հարց ունեք մեր հյուրերից որևիցե մեկին։ Ես մեր հյուրերին ընդհանուր հարց ունեմ ուղղելու եւ իմ հարցը կձևակերպեմ հետեւյալ կերպ. Արդյոք որևէ մեկը մեզ արգելում է ուսումնասիրել աշխարհում գոյություն ունեցող տեխնոլոգիաները, որևէ մեկի նկատի չունեմ կոնկրետ անձ, այլ որևէ դրա համար որևէ պայման կա ստեղծված, որ մեզ արգելի, որ մենք ուսումնասիրենք գոյություն ունեցող տեխնոլոգիաները։ Թերևս պարոն Մարջանյան, դուք եք քննադատում, ձեր ձայնն է հաճախ հնչում եւ զգում ենք, որ դուք դեմ եք մոդուլային ատոմականի տարբերակին եւ կողմ եք ավելի շատ ՎՎՌ տարբերակին, այ խնդրում եմ դուք էլ պատասխանեք, արդյոք ինչ որ մեկը մեզ արգելում է ուսումնասիրել։ Իհարկե ոչ, եւ ուրախ եմ, որ նախարարության հարգարժան ներկայացուցիչը այս հարցը տվեց, ուզում եմ ընդգծել հետեւյալը. անցած տասնամյակների ընթացքում Հայաստանը երբևէ այսքան ազատ իրավիճակում չի գտնվել իր ընտրություն կայացնելու մեջ, ինչքան հիմա է։ Աշխարհաքաղաքական իմաստով, քաղաքական իմաստով, անգամ տեխնոլոգիական իմաստով, այստեղ իսկապես շատ լավ է, որ Հայաստանը բաց աչքերով նայում է թե տեխնոլոգիական հնարավորություններին, թե երկրների հնարավորություններին։ Երկրորդը, ինչ կուզենայի ասել, որ ուղղակի այստեղ պետք է ընտրությունները ժամանակի մեջ դիտարկել։ Մենք ունենք բավական հստակ վերջնագիծ 2036 թվականի դեկտեմբերի 31-ը, մենք ունենք Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական փաստաթուղթ, որի երրորդ դրույթը ասում է, որ Հայաստանը պետք է անընդհատ ունենա ատոմային գեներացիա, դա նշանակում է, որ եթե եկավ 2036 թվականի դեկտեմբերի 31-ը, հաջորդ օրը 37 թվականի հունվարի 1-ին դուք պետք է աշխատող նոր բլոկ ունենաք հնի փոխարեն։ Իսկ դրա համար աշխատանքները արդեն հիմա պետք է սկսել եւ առանձնապես ժամանակ չունենք վատնելու, դա այն ինչ որ կարծում եմ այդ հարցի պատասխանի իմաստով։ Պարոն Աբրամյան, դուք արձագանքի հնարավորություն ունեք 30 վայրկյան։ Ես շատ կարճ կարձագանքեմ, որ հարգարժան պարոն Մարջանյանը երկար տարիներ արդեն փորձագետ է էներգետիկայի բնագավառ եւ ինքն էլ փաստում է, որ մենք որևէ կաշկանդվածություն այս փուլում ուսումնասիրելու չունենք։ Այո, պլաններ ունենք, պլանների մասին վարչապետը արդեն բարձրաձայնել է, պլաններ ունենք, այո, ունենք։ Այսինքն մենք տեսլական ունենք, այո, ունենք։ Եթե տեսնենք, որ մեր գործող ատոմային ռեակտորի վիճակը թույլ չի տալի շահգործման ժամկետը երկարաձգել, մենք դրա տեսլականն էլ ունենք եւ շարժվում ենք առաջ, այս պահին խոճապի որևէ բան չենք տեսնում։ Պատճառ չկա։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, ձեր հարցի հերթն է։ Ես իմ հարցը կուղղեմ կառավարության հարգարժան ներկայացուցիչին, պարոն Աբրամյան, դուք նշեցիք, որ ուսումնասիրում եք տարբեր երկրների նման հնարավորությունները, եկեք հիշենք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ երբ Հայաստանում էր, ներկայացնելով այդ հնարավորությունը մոդուլային ատոմակայանի կառուցելու մասին, խոսում էր մոտավորապես 9 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության մասին։ Եթե դուք ուսումնասիրում եք, ենթադրենք Ռուսաստանի Դաշնության առաջարկը, թեև տեխնիկական առումով իհարկե ամբողջապես համաձայն եմ պարոն Արզումանյանի հետ, որ այդտեղ դեռ խնդիրներ կան, բայց ամեն դեպքում միայն ֆինանսական կողմը նայելով, ինչ է կարծում այդ գումարները որտեղից պետք է ծախսվեն, որպեսզի այդ ամենը լինի, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը ինքը մենք գիտենք այսօր գումարների կարիք ունի։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ինքը process-ը, ձեր նշած ֆինանսական կոմպոնենտը իմ նշած ուսումնասիրության process-ի մի մասն է։ Այսինքն դրան անդրադարձ կկատարվի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք որևէ ընտրություն, որից հետո ընտրությունից հետո ես կներեք, հիմա չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց վստահաբար կարող եմ մի բան ասել, որտեղ ինքս էլ ներգրաված եմ այդ աշխատանքներում, որ մենք ամբողջությամբ տարբեր կոմպոնենտներով այդ փաստերը նայում ենք։ Դա կախված է լինելու, թե մենք ինչ ընտրություն ենք կատարում եւ ինչպիսի առաջարկ ենք ունենում սեղանին դրած։ Պայմանական դրանք կարող են լինել եւ այն երկիրը, որը կանի առաջարկ բլոկի մասով, կարող են լինել միջազգային ֆինանսական կառույցներ, այսինքն մենք տարբեր կոմպոնենտներով դրանց
նայելով եւ ընտրությունից հետո վերջնական տեխնոլոգիայի ընտրությունից հետո կհասկանանք, թե ֆինանսական որ մոդելն ենք մենք ընտրում, որն էլ իրատակ ենթադրում է, որ մենք ընտեղ էլ բազմաթիվ հնարավորություն ունենք կառուցումից շահագործումից հետո ինչպես ենք այդ գումարները իդ վերադարձնելու։ Դրանք էլ բազմաթիվ տարբերակներով, կրկին նշում եմ, տարբեր փուլերով անցնելի գործընթաց է, որը հիմա ներկայումս նախնական փուլում է ուսումնասիրության, սակայն կլինի այդ բլոկի ընտրության վերջնականացումից հետո։ 30 վայրկյան ունեք։ Իրականում ցանկանում եմ, պարոն Աբրամյան, որ դուք այդ պատասխանը տաք, ինչի է ցանկանում, որ դուք նշեք, որ բազմակոմպոնենտ ուսումնասիրություն է կատարվում, ինչը ես ենթադրում եմ նշանակում է, որ այդ կոմպոնենտ ուսումնասիրության կոմպոնենտներից մեկն էլ հենց դիվերսիֆիկացման անհրաժեշտությունն է։ Շնորհակալություն, պարոն Մարջանյան, դուք եւս ունեք հնարավորություն հարց ուղղելու մասնակիցներից որևէ մեկին։ Գիտեք ինչ, հարցս կուզենայի ուղղել պարոն Աբրամյանին եւ պարոն Արզմանյանին, եւ հարցը հետեւյալն է. հնչեցվեց մի տեսակետ, որ կատարվել են ուսումնասիրություն, որը վկայում է, որ Հայաստանին մոտարապես 2050 թվականի սահմանագծում անհրաժեշտ կլինի 600 մեգավատ դրվածքային նոր ատոմային գեներացնող հզորություն։ Ահա ուզում եմ հարցը տալ, դա ինչ ուսումնասիրություններ են, որ այդպիսի բան են վկայում, երբ են դրանք կատարվել եւ արդյոք նրանք հաշվի են առել այս վերջի փոփոխությունները աշխարհակաղակական, քաղաքական եւ տեխնոլոգիական, երբ որ պարզվեց, որ big data-ի կամ AB-ի ուղղությամբ նոր հսկայական հնարավորություններ են բացվում, էլեկտրատրանսպորտի զարգացումը պահանջում է լուրջ էլեկտրաէներգիա, Սյունիքի մշակող արդյունաբերությունը ռենեսանսի եւ զարգացման կարիք ունի, քիմիական արդյունաբերությունը պետք է վերականգնել, ահա այս հարցը կուզենամ։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, կուզեք դուք անդրադառնալ այդ հարցին առաջ։ Համեցեք։ Երկուսի հարց տամ, բայց եւ անդրադառնամ։ Այսօր խոսել Հայաստանում նոր ատոմային բլոկի մասին պետք է հաշվի առնել հետևյալը։ Մենք այս բլոկը վերագործարկեցինք 89 թվին կանգնելուց հետո միայն 95 թվի նոյեմբերին։ Եվ այն ժամանակ վերագործարկման ժամանակ ատոմային վառելիքը, ուրանային վառելիքը ստիպված բերեցինք ինքնաթիռով։ Դա ստիպված էր, որովհետև երկաթգծերը չէին աշխատում եւ Ադրբեջանը ուներ խիստ բացասական վերաբերմունք մեր ատոմակայանը վերագործարկելու համար։ Դրա համար եւ մինչեւ այսօր մենք ատոմակայանում բերում ենք ուրանային վառելիքը ինքնաթիռով, մի ռեյսի ժամանակ մի 45 հատ կասետա, բայց բոլոր օգտագործված ուրանային կասետաները, որոնք արդեն չեն աշխատում, հանվել են, էլի, նրանք մենք մինչև 89 թիվը այդպիսի կասետաները բարձում էինք երկաթգծի վագոնների վրա ու արկում էինք Սիբիր եւ այդպես, բայց հիմա քանի որ երկաթգծը չի աշխատում եւ Ադրբեջանը ունի միայն բացասական կարծիք եւ թույլ չի տա, ապա մենք ստիպված ենք եւ օգտագործված ուրանային վառելիքը դասավորել, ինչ որտեղ դա առանձին հարց է, առաջացած ռադիոակտիվ թափոնները արդեն եթե գնացեք տեսել եք որտեղ են նրանք պահվում, ինչ պայմաններով, ուզում եմ ասել, որ այսպես մենք կարանք մի 10 տարի էլ աշխատել, մի 20 տարի էլ այդ բոլոր բաները մի քիչ կավելանան եւ այլն, բայց խոսել նոր ատոմային բլոկի մասին, ասենք 600 մեգավատանոց ատոմային բլոկի մասին, կամ էլ հիմա ուզում են 200 մեգավատանոց մոդուլային կառուցել, դրա մասին ոչ մի հիմք չկա, որտեղ այդ բոլորը պետքա բերես, օգտագործես, հետ տանես։ Դրա պայմանները, հնարավորությունները մենք չունենք։ Եթե խոսելուց այսօր խոսել 200 մեգավատանոց մոդուլային ատոմային բլոկի մասին բոլորովին հիմք չկա։ Ես նորից կրկնում եմ, ասել եմ հիմա, միայն 10-15 մեգավատանոց 2 հատ աշխատում են նավերի վրա, ցամաքում Սիբիրի հյուսիսային ծովափին կառուցելու համար, ցամաքի վրա կառուցելու համար դեռևս Ռուսաստանը
չի սկսել, ինչ որ նախագծային աշխատանքներ են կատարվում, բայց նախագիծը պատրաստ չի եւ չեն սկսել նրա մոնտաժումը։ Շնորհակալություն, Եվ պարոն նույնը մյուս Արզումանյան։ երկրներում։ Դրա համար խոսել մոդուլային միջուկային բլոկի մասին, այն էլ ոչ թե 10 մեգավատ, 15, որ այսօր կա, խոսել 200 մեգավատի մասին, դա ուղղակի ծիծաղելի է։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան։ Պարոն Աբրահամյան, կանդրադառնաք պարոն Մարջանյանի հարցին։ Շատ բարի, շնորհակալություն։ Պարոն Մարջանյանի հարցը շատ այս շրջանակներում շատ տեղին էր։ Նախ նշեմ, որ այդ ուսումնասիրությունը կատարվել է, պարոն Մարջանյանը շատ լավ ծանոթ է քաջատեղյակ է Times մոդելին, այդ Times մոդելի միջոցով է կատարվել, սակայն այո, վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները եւ որ ամենակարևոր ընդ որում ոչ միայն սպառման տեսանկյունից, այլ նաեւ արտադրության տեսանկյունից դուք գիտեք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում բուրըն վերելք է ապրել վերականգնվող էներգետիկան, մասնավորապես արևային էներգետիկան, եւ մենք շուրջ 1100 մեգավատ արդեն արտադրություն ունենք արևային էներգետիկայի եւ նույնպես ինչը չեն կարող շղթել, աճել է նաեւ սպառումը եւ անհամաչափ կերպով է աճել, խոսքը եւ էլեկտրատրանսպորտ եւ սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ մենք ուսումնասիրելով, եթե հասկանանք, հիմա ուսումնասիրության փուլ է։ Եթե հասկանանք, որ այո, այնց զարգացումը այն ուղով է գնում, որ մեզ պետք է ավելի շատ, այո, կընտրենք ավելի բնականաբար մենք այս պահին ասում ենք, որ համակարգի ճկունության համար անհրաժեշտ է մինչև 600 մեգավատ, ընդ որում ոչ թե մեկ բլոկ, այլ մինչև 600 մեգավատ մի քանի բլոկ, որպեսզի կարողանանք համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, ավելի ճկունությունը ապահովել նման միջոցով։ Սա է ընդհանրապես։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան։ Աննա, մենք անցնում ենք հաջորդ փուլին, հարգելի հյուրեր, այս փուլում մենք բոլորով կդիտենք տեսանյութեր եւ կխնդրենք ձեզ արձագանքել այդ տեսանյութերին եւ դուք ունեք այս փուլի համար յուրաքանչյուրը նույնպես 3 րոպե ժամանակ։ Դերևս դիտենք առաջին տեսանյութը։ դիտենք։ Միջալոց մենք ուրիշ խնդիր ունենք։ Մենք ունենք խնդիր միջուկային էներգետիկայի շուկան լավ եւ ճիշտ ուսումնասիրելու երկարաժամկետ, որովհետեւ կա ուրիշ խնդիր։ Հիմա իհարկե մեր էներգետիկ համակարգում, եթե չեմ սխալվում, Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է, ճիշտ է։ Այստեղ ինչ խնդիր ունենք մենք նաև ասում եմ, որպես վերջին մի քանի անգամ ատոմային միջուկային էներգետիկային վերաբերված տարբեր գագաթաժողովներին մասնակցելով, կնենալով, մենք կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի պաշարը ընդհանրապես, այս պահին հայտնի պաշարները, իրենք 70 տարվա պաշարներ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո 1 կիլովատժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ, որտեղ ստեղ էլ տնտեսական նպատակահարմարության եւ ետգնման հնարավորությունների հարց կա։ Պարոն Մարջանյան, այս ելույթում կառավարության ղեկավարի խոսքից կարելի է անել ենթադրություն, որ գուցե կառավարությունը հաշվարկի միայն տնտեսական նպատակահարմարությունը եւ ինչ որ մի պահի գուցե որոշում կայացնի, որ առհասարակ ատոմակայանի կամ ատոմային էներգիայի անհրաժեշտություն չունի Հայաստանը։ Նախ դուք կիսում եք այդ տպավորությունը եւ եթե այո, կարծում եք դա ճիշտ մոտեցում է միայն տնտեսական հաշվարկներով առաջնորդվել որոշումներ կայացնելիս։ Գիտեք ինչ, թույլ տվեք պատասխանել հետևյալ կերպ։ Պարոն վարչապետը ճիշտ հարցադրում արեց։ Ուրանային վառելիքը, սահմանափակ վառելիք է, հանածո վառելիք է, վաղ թե ուշ կարող է մոտենալ, այսպես ասած, հագեցման շեմը եւ երկրները կանգնեն բարդությունների առաջ։ Դրան կարելի է զուգորդել հետևյալ տեխնոլոգիական լուծումը, որ խոսակցություններ են գնում ուրանից անցնել թորիումային վառելիքի օգտագործման, դա նույնպես ռադիոակտիվ նյութ է եւ թորիումային վառելիքի վրա աշխատող առաջի ատոմակայանը ի դեպ թողարկվեց անցած տարվա վերջին, կարծեմ Չինաստանում, դա բեկումնային բան էր,
Եվ երկրորդ տեխնոլոգիական լուծումը, որը կարող է այսպես ասած զուգորդվել պարոն վարչապետի բարձրացված խնդրի հետ ուրանի վառելիքի հնարավոր սակավության հետ կապված, դա այսպես կոչված բրիդերային ռեակտորների օգտագործում է արագ նեյտրոնների վրա աշխատող ռեակտորները, որոնք արդեն օգտագործված ուրանային վառելիքը, պարոն Արզումանյանի նշած այ աշխատած վառելիքը, նորից դարձնում են վառելիք եւ երկրորդ անգամ օգտագործում են էլեկտրական էներգիայի ստացման նպատակով։ Ասածս նա է, որ պարոն վարչապետի նշված խնդիրը կարևոր է, բայց լուծումներն էլ ակնհայտ են եւ երկրորդ բանը, որ կուզենայի այստեղ նշել, ուրանային վառելիքի այդ բերված գնահատականը 70 տարի, կարծում եմ մի փոքր սեղմված գնահատական է, իրականում ուրանային վառելիքը կբավարարի ավելի երկար ժամանակ, կարճ ասած հարցը կարևոր է, աչքներս պետք է բաց պահենք, բոլոր տեխնոլոգիական հնարավորությունները այստեղ դիտարկենք եւ նորից կարծում եմ անգամ այս պայմաններում ամենահեռանկարային ռեակտորների ընտրությունը Հայաստանի համար պայմանավորված են VVR կոչվող ռեակտորներով, ջրաջրային թեթև ջրի վրա աշխատող ուրեմն ճնշման տակ ռեակտորներով, մոլորակի լավագույն ռեակտորները այդ տիպի արտադրվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան։ Պարոն Արզումանյան, դուք ինչ կարծիքի եք, ձեզ մոտ նույնպես այսպես մտահոգություններ ըստ էության չկան կապված ուրանի պաշարների սպառման հետ, ինչ կարող եք ասել, կարծում եք արդյոք, որ Հայաստանը կկարողանա անցում կատարել դեպի նոր տիպի միջուկային վառելիքներին, նշեց օրինակ պարոն Մարջանյանը, թե դուք տեսնում եք վարչապետի խոսքում այսպես միտում, որ Հայաստանը ի վերջո կարող է հրաժարվել նաև ատոմակայանի գաղափարից։ Ինչ են մտածում հիմի նոր ատոմային բլոկի մասին, մենք դրա մասին պետք է խոսեն օրինակ Ռուսաստանը, Չինաստանը, Ամերիկան, մենք ինչ խոսենք, մենք չունենք urան եւ ուրանից վառելիք սարքել մենք չենք կարա, ով որ ունի, ով որ կարա սարքի, նա պետք է այդ խնդիրները հանի, ասի եւ այլն, որ մենք ծանոթանանք եւ հասկանանք այդ խնդիրները մեր համար ընդունելի են, լուծելի են, սպասենք դրան, թե չսպասենք։ Ես ասի, որ մեր ատոմային բլոկները կարող են աշխատել մինչև 46 թիվը, որից հետո նոր ատոմային բլոկի մասին խոսել, կարծում եմ մենք արդեն ոչ իրավունք ունենք, ոչ հնարավորություն, որովհետև մեր հարևանները դրա դեմ են եւ թույլ չեն տա։ Բանը նրանումն է, որ մենք, ինչպես ասեցի, 95 թվից մեր ատոմակայանի համավառելիքը բերում ենք ինքնաթիռով, Il-76 ինքնաթիռով, ամեն անգամ իրենցի մեջ 45 կասետա։ Բայց օգտագործված արդեն ուրանային կասետաները, որտեղ ռադիոակտիվնեսը արդեն 95 է, այն ինքնաթիռով չի կարելի տանել, որտեղ ինքնաթիռի տրամագիծը շատ փոքր է։ 95 բանը այդքան ուրանային մաշվածությունը նա չի կարա տանի, բայց գնացքի ճանապարհները չկան, այսինքն մեր մոտ դա բոլորը կուտակվում է եւ մենք դա պետք է հասկանանք։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան։ Արզումանյան։ Փոքր տերիտորիան, ինչքան կարա այտենց հավաքի, դա վտանգավոր է։ Այդ հավաքված վառելիքի վրա կարան մի Այո, դուք այս հարցի հետ կապված դուք այս հարցի հետ անց պայթունելը որ մի 10-100 անգամ բարձր չեմ քան Չեռնոբիլի պայթունները։ Շնորհակալություն, դիտենք հաջորդ տեսանյութը։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում։ Պարոն Ղևոնդյան, հարցի քաղաքական եւ անվտանգության բաղադրիչին անդրադառնանք,
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի այս հայտարարությունից հետո մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ, եթե չեմ սխալվում, նաև այդ թվում նաև դուք համարեցիք, որ սա շատ կարևոր բեկումնային պահ է, երբ Հայաստանի Հանրապետությունը կարող է ԱՄՆ-ի նման հզոր պետության հետ միջուկային ոլորտում համագործակցություն ունենալ։ Բայց թերահավատները նույն քաղաքական դիտանկյունից ասում են, որ մենք լուրջ նաև քաղաքական ռիսկեր ունենք այդ ճանապարհին։ Ես կխնդրեմ, որ դուք մեկնաբանեք եւ այդ հնարավորությունների մասշտաբները եւ ռիսկերը գնահատեք։ Նախ մեկ անդրադարձ նախորդ տեսանյութին, քանի որ հնարավորություն չունեցա, ժամանակակից աշխարհը շատ արագ է եւ 70 տարին ժամանակակից աշխարհում գործընթացների արագությունը ոչ միայն գործընթացներ, նաև ռեսուրսների սպառման առումով կարելի է հավասարացնել մի քանի 100 տարվա շատ ավելի հին ժամանակներում, այնպես որ 70 տարվա համար նույնիսկ կարելի է նախագծում անել, որտեղ կարելի է պետք է նախագծումներ անել եւ իրականացնել, եւ նախագծումներից մեկը այո, այն է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է անհրաժեշտ է եւ առանց դրա Հայաստանը գոյատևել ուղղակի չի կարող ունենալ դիվերսիֆիկացված էներգետիկ դաշտ։ Ինչու է Միացյալ Նահանգները շատ կարևոր, ես դրա մասին դուք ճիշտ եք, ես նշել եմ, շատ կարևոր է, որ մեկ շատ կարևոր բանի պատճառով նաև, բացի մնացածը շատ հարցերում, բայց մեկ շատ բանի պատճառով նաև, որ Միացյալ Նահանգները այն պետությունն է, որը կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից չունի։ Այսինքն մենք կարող ենք օրինակ գազ ստանալ Իրանից, բայց Իրանը որոշակի առումով իհարկե գործակալային հարաբերությունների տրամաբանության մեջ կախվածություն ունի Ռուսաստանից։ Մենք կարող ենք Ադրբեջանի միջոցով օրինակ բերել, պարոն Արզումանյանը նշում է, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ մենք ատոմական ունենանք, բայց դրանք քննարկելիք հարցեր են, լուծվող հարցեր են պետությունների միջև, մանավանդ հիմա երբ կա խաղաղության գործընթաց։ Մենք կարող ենք ունենալ Ադրբեջանի միջոցով երկաթուղային հնարավորություն ուրան բերելու, ինչ որ տեսանելի կամ ոչ տեսանելի ապագայում ուրան բերելու եւ թափոնները հետ տանելու, բայց Ադրբեջանը կախվածություն ունի Ռուսաստանից, այսինքն եթե Ռուսաստանը չցանկանա կամ ինչ որ բանով գրավի կամ ինչ որ բանով կաշառի, այսպես ասենք, Ադրբեջանին կամ ինչ որ բանով սպառնա Ադրբեջանին, ես չգիտեմ ինչպես կլինի, ապա այդ ճանապարհը կարող է փակվել։ Նույն կերպ, եթե Ռուսաստանը, տեսեք, հիմա Իրանը շատ դժվարին դրության մեջ է եւ խոսակցություններ կան, որ Ռուսաստանը ինչ որ աջակցություն է տրամադրում, Ռուսաստանը այդ աջակցության դիմաց կարող է ցանկանալ կամ խնդրել, որ Իրանը Հայաստանին չաջակցի, Իրանը չի աջակցի։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերություններում նման բան ես կարծում եմ հնարավոր չէ ուղղակի։ Համաձայնություններ հնարավոր են, բայց սպառնալիքներ, ճնշումներ եւ այլն հնարավոր չէ։ Եվ այս առումով այդ դիվերսիֆիկացիան Հայաստանի Հանրապետության գոյության, այսպես ասենք, երաշխիքներից մեկը կարող է դառնալ։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան։ Պարոն Աբրահամյան, խնդրում եմ դուք նույնպես արձագանքեք տեսանյութին, բայց եթե հնարավոր է նաև անդրադառնալ այն մտահոգություններին, որ այստեղ նույնպես հնչեց, որ գիտեք, հնարավոր է մենք չհասցնենք մինչև 2036 թվականը կառավարությունը դուք դեռ ուսումնասիրում եք, այնինչ ժամանակը առաջ է գնում եւ ինչ ենք անելի 2037 թվականի հունվարի 1-ին, կարծեմ պարոն Մարջանյանը այդ մտահոգությունը հնչեցրեց, դուք ունեք պատկերացում։ Շատ լավ, շնորհակալություն, նախ անդրադառնամ տեսանյութին եւ տեսանյութին ավելի շատ ոչ թե տեսանյութին, այլ անդրադառնամ այն համաձայնագրին, որը որ քննարկվում բանակցում է մեր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կներեք, բայց ցավ պետք է նշեմ, ես չեմ հասկանում այդ համաձայնագրի դեմ ընդդիմախոսներին Դե պարոն Մարջանյանը ասես լավագույն ռեակտորները Ռուսաստանն է արտադրում, ինչու եք բանակցում Միացյալ Նահանգների հետ։ Շատ լավ, շնորհակալություն, հենց դա եմ ուզում հիմա այստեղ շատ կարևոր մի շեշտադրում անել, որ իմ մոտ տպավորությունն է, քանի որ ես ինքս ներգրաված եմ եղել այդ բանակցային աշխատանքներին, իմ մոտ տպավորությունն է, որ ուղղակի այն մարդիկ, որոնք որ տեխնոլոգիաները թողում են մի կողմ, որոնք որ ընդդիմանում են, հա, որպես այդպեսին այս համաձայնագրին, իրենք ուղղակի չգիտեն համաձայնագիրը ինչի մասին է։ Որովհետև համաձայնագիրը որևէ տեխնոլոգիայի ընտրության պարտավորություն մեր վրա չի դնում։ Համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ստանա ավելի խորը եւ ոչ միայն դրա մասին, բայց հիմնական միտքը, որպեսզի հնարավորություն ստանա ամերիկյան համապատասխան կազմակերպություններից ստանալ ավելի խորը տեղեկատվություն։ Ընդհանուր եւ ընդդիմանալ այդ համաձայնագրին, ես ինքս կարդացել եմ այդ համաձայնագրը, բայց ընդդիմանալ այդ համաձայնագրին ուղղակի չգիտեմ, երևի միգուցե մի փուլ գա, երբ որ արդեն համաձայնագիրը ստո, միգուցե մի փուլ գա, որ երկու կարդացած ընդդիմախոսներ գան եւ բացատրեն, թե որտեղ է այդտեղ խնդիրը։
Մինչև 2036 թիվը կհասցնենք, թե Տեսեք, ես մի անգամ էլ նշեցի, ես այդ առումով մտահոգությունները հասկանում եմ, որովհետև նոր ատոմակայանի կառուցումը առհասարակ ընդունված է համարել, որ կտևի 10 տարի եւ մտահոգությունները ստեղից են գնում, բայց ես իմ խոսքում արդեն նշեցի, որ ստեղ գոյություն ունեն պլան B, պլան G, պլան D եւ նման պլաններ։ Եվ այս հարցին շտապողական մոտենալը հաշվի առնելով այն մտահոգությունները, որ մեր գործընկերներն ունեն, նաև դրանք հաշվի առնելով շտապողականություն դրսևորելը ստեղ բավականին սխալ եւ ռիսկային ենք համարում։ Բայց կրկնում եմ, գոյություն ունի պլան B, վարչապետը արդեն նշել է, որ կարող է շահագործման ժամկետը եւս եթե իհարկե մեր ատոմակայանի վիճակը, ռեակտորի վիճակը թույլ տա, կարող է եւս երկարաձգվել եւ դա պլաններից մեկն է։ Շատ լավ, շնորհակալություն։ Աննա, մենք անցնենք հաջորդ փուլին, ընթերցենք մեր ունկնդիրների հարցերը, որը նրանք պատրաստել են ձեզ համար հարգելի հյուրեր։ Խնդրեմ առաջին հարցը։ Մեր հեռուստադիտողը հարցնում է. ինչու չենք զարգացնում մեզ բնությունից տրված էներգիայի աղբյուրները, քամու, արևի էներգիան։ Սկանդինավյան երկրները հենց դրանով են զարգացել, ինչքան գիտեմ։ Պարոն Մարջանյան, կպատասխանեք այս հարցին։ Շատ ուրախ եմ, սիրելի Արմինե, այս հարցի համար։ Պիտի ասեմ, վերջի տարիներին Հայաստանում աննախադեպ ուղղակի կերպով զարգացավ արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկան։ Այդ տեսանկյունից կարծում եմ ձեր մտահոգությունը պետք է որ փառատված լինի։ Պարոն Աբրամյանը նշեց 1000 մեգավատից ավել տեղակայված արեգակնային հզորություն, սա ուղղակի բացառիկ ցուցանիշ է ամբողջ տարածաշրջանի համար։ Այդպես որ մենք այդ էներգիան օգտագործում ենք, ուղղակի սիրելի Արմինե, այստեղ պետք է տարանջատել այսպես կոչված երաշխավորված հզորությունը, որը հասանելի է տարվա ընթացքում 8760 ժամ անընդմեջ, ուղղակի տեղակայված հզորությունից, օրինակ արեգակնային էներգետիկայի կամ քամու էներգետիկայի, որը հասանելի է արեգակնային էներգետիկայի պարագայում միայն ցերեկը, այն էլ արևոտ օրերին, քամու պարագայում, երբ որ քամին փչում է, այն հասանելի է, երբ որ ոչ, կարճ ասած, դրանք երաշխավորված հզորության եւ էներգիայի աղբյուր չեն։ Այս տարբերակումը շատ կարևոր է էներգետիկ համակարգի զարգացման տեսանկյունից, սա պետք է ուղղակի նկատի ունենալ։ Շնորհակալություն շատ։ Հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը. արդյոք հնարավոր չէ ունենալ եւ ռուսական ԱԵԿ, եւ ֆրանսիական, եւ ամերիկյան, քանի որ էներգիայի կարիքը գնալով ավելանալու է եւ տարածաշրջանում էներգետիկ դոնոր լինելը նաեւ անվտանգային հարց է լուծելու։ Պարոն Աբրամյան, ինչ կասեք։ Հնարավոր է այսպես բոլոր նաեւ պարոն Մարջանյանի մտահոգությունները կփարատենք, նաեւ մյուսների, որ եւ ռուսական կունենանք, եւ ամերիկյան, եւ ֆրանսիական, եւ կլինենք դոնոր տարածաշրջանում։ Շնորհակալ եմ Սարգսին հարցի համար։ Հայաստանի Հանրապետությունը ներկայումս մշակում է նոր ռազմավարություններ, որոնք խոշորացված ռազմավարություններ են լինելու ի տարբերություն գործող փոքր ռազմավարությունների, եւ այս ռազմավարությունների մեջ նախատեսվում է անդրադարձ կատարել նաեւ թե պայմանական ատոմային, թե ջերմային, թե վերականգնվող էներգետիկ ռեսուրսները պրոպորցիոնալն ինչքան պետքա լինեն մեր մոտ եւ եթե նման գեներացիայի կարիք լինի, Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ իր էներգիորձող էներգետիկ ռազմավարության մեջ հայտարարել է, որ ինքը նախատեսում է լինել տարածաշրջանային էներգետիկ հաբ։ Եթե մենք գնում ենք ներկայումս ապաշրջափակման, որը որ մեզ հնարավորություններ է տալու մեր սահմանակից մյուս երկրների հետ ունենալ էներգետիկ կապեր, էլեկտրաէներգիայի մասն է խոսքը, ինչու ոչ նաև գազի։ Բայց հիմա, քանի որ ատոմային մասն ենք խոսում, էլեկտրաէներգիայի մասին խոսենք, ապա միգուցե դա նաև հնարավորություն, դա էլ է ուսումնասիրության խնդիր։ Միգուցե նաև, այո, հնարավոր, եթե լինի նման գեներացիայի կարիք երկրորդ կայանը կառուցելու, այո, միգուցե հեռավոր ապագայում լինի նաև նման տարբերակ, որ ընդ որում կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ջերմային կայաններում մի քանի ջերմային կայան է շահագործում, որոնցից մեկը ջերմային կայաններից մեկը պատկանում է Գազպրոմ Արմենիա ընկերությանը։ Շահագործում ենք նաև ջերմային կայան, որոնք սարքված է
որը շահագործում է իտալական ընկերություն։ Այո, բայց Մենք գազը ունենք Երևանի Երևանի գալիս է Ռուսաստանից, բացառությամբ գազ էլեկտրաէներգիա գործարքի եւ բացառապես այդ առումով տեսեք, կախված ենք այստեղ Ռուսաստանից։ ավելի շատ նշելու ես ոչ թե ուզում եի նշել, որ թե գազումից Այ եկա, թե ինչ տեխնոլոգիաները, ռեսուրսով, այո, թե տեխնոլոգիաները։ թե ինչ տեխնոլոգիա, եթե ունենանք նման հնարավորություն, եթե ունենանք բաց ենթակառուցվածքներ, այո, մենք նախատեսում ենք, որ պետք է լինենք տարածաշրջանային էներգետիկ հաբ, որը ինչի ենթադրում է, որ մենք նման կապակցվածության պարագաներում ունենանք ավելի շատ հզորության կարիք, այդ թվում նաև արտահանելու տրամաբանության մեջ եւ ունենանք նոր այս պահին նման ծրագրեր չունենք, մեր հարգելի քաղաքացիներն, բայց ոչ մի բան չեմ բացառում։ Շատ լավ, անցնենք հաջորդ հարցին։ Մեր հերոստատիտողը հարցնում է Իրանում պատերազմը որքանով է նպաստում կամ խոցելի դարձնում մեր էներգետիկ անվտանգությունը։ Պարոն Արզումանյան, մենք խոսում ենք տարածաշրջանում էներգետիկ հաբ դառնալու համար, բայց տարածաշրջանում այս պահին ունենք լուրջ ռիսկեր։ ԱՄՆ-ն օրինակ նախագահը ԱՄՆ-ի պարբերաբար սպառնում է, որ նաև էներգետիկ ենթակառուցվածքներին կարող են հարվածներ լինել Իրանում։ Դա ինչպես է ազդելու, շարունակելով մեր հերոստատիտողի հարցը, ինչպես է ազդելու մեր էներգետիկ անվտանգության վրա։ Ես այդ մտածողությանը եւ բանը չեմ կարող համաձայնվել, որտեղ Հայաստանը այն երկիրը չի, որ դառնա էներգետիկայի համար հաբ, մյուս հարևաններին կարողանա օգնել, մատակարարել եւ այլ եւ այլ։ Դրա ռեսուրսները նա չունի եւ այդպիսի պլաններ մշակելը, բանաները դա գտնում եմ, որ ճիշտ չի։ Ինչ վերաբերում է Իրանի վիճակին, ապա մենք Իրանին մի քիչ մենք էլեկտրաէներգիա ենք տալի։ Փոխանակում ենք գազի։ Շատ չէ, բայց մի քիչ ասենք, դա մի քիչ մենք կարող ենք իհարկե ավելացնել, բայց քաղաքական իրավիճակը դա կախված է Իրանից եւ նա պետք է մտածի, որ ինքը ունենա այնպիսի իրավիճակ, որ հարևանների հետ կարողանա ունենալ բոլոր հարցերի լուծումը, որը իր օգտին պետքա լինի։ Դրա համար այսօր խոսել այդ մասին դա դեռ վաղ է, տեսնենք 1-2 շաբաթ հետո պետքա Ամերիկայի ասելով նրանք պետքա վերջնական ինչ-որ համաձայնագիր կնքել, դրանից հետո կերևա, որովհետև ասում եմ, մենք Իրանին էլեկտրաէներգիա մատակարարում ենք մի քիչ գազի դիմաց, կարող ենք այդ քանակը ավելացնել, բայց պետքա մենք մտածենք այդ մասին հետո, երբ որ Իրանի քաղաքական իրավիճակը կախված Իսրայելի եւ Ամերիկայի հետ ունենա լուծում եւ իհարկե դրական լուծում։ Շնորհակալություն։ Հետո կարանք խոսենք։ Մեր հերոստատիտողը հարցնում է. Մեծամորը փակելը Ալիևի ու Էրդողանի երազանքն է։ Այստեղ էլ պիտի զիջենք։ Պարոն Ղևոնդյան, կուզեմ դուք պատասխանեք այս հարցին, որովհետև միջուկային էներգետիկայի փորձագիտական քննարկումներից զատ կա նաև քաղաքական այս դիրքորոշումը, որ իրականում բոլոր այս քննարկումները ծխածածկույթ են, պարզապես պահանջը կատարելու մեր հարևանների եւ փակելու ատոմակայանը։ Ինչպես կարձագանքեք այդ հարցին։ Շնորհակալություն հարցի համար։ Մեր հարգելի քաղաքացին ճիշտ է այն առումով, որ մեծամորը փակելը այո, Ալիև եւ Էրդողանի պահանջն է, բայց մեծամորը փակելը բացի Ալիև եւ Էրդողանի պահանջը լինելուց նաև տեխնոլոգիական անհրաժեշտություն է։ Մեծամորը չի կարող հավերժ աշխատել։ Մեծամորի ատոմակայանը մի օր փակվելու է։ Ուզենք դա, չուզենք, ամեն ինչ անենք, որ նրա կյանքը երկարացնենք, եւս 10 տարի, հետո եւս 10 տարի, հետո գուցե եւս 10 տարի եւ այլն, բայց միևնույն է գալու է օրը, երբ մեծամորի ատոմակայանը այլևս հնարավոր չի լինելու գործարկել։ Ինչի համար մեզ անհրաժեշտ է ունենալ այլ ատոմակայան։ Վերաբերյալ նրա, որ Ալիև եւ Էրդողանը եթե դեմ է մեծամորի ատոմակայանի փակմանը, ապա բնականաբար դեմ կլինեն նաեւ նոր ատոմակայանի կառուցմանը, այո, շատ հավանական է, որ նրանք դեմ լինեն նոր ատոմակայանի կառուցման։ Ինչ է անհրաժեշտ անել։ Անհրաժեշտ է նոր ձևավորված իրավիճակում, երբ Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փորձում է համաձայնությունների հասնել, համաձայնության հասնել նաեւ այս հարցում։ Տեսեք, պարոն Արզումյանը նշեց, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ Իրան գա Հայաստան կամ թափոնների հետ գնա, ես էլ նշեցի, որ գուցե ինչ-որ մի օր Ադրբեջանի հետ համաձայնություն լինի։
Գուցե այդ համաձայնությունը ինչ որ մի օր լինի նաև Թուրքիայի հետ, որովհետև հայ-թուրքական գործընթացը եւս ընթանում է։ Ես չեմ նշում, որ անպայմանորեն Ալիևը Էրդողանը կամ նրանցից հետո որ լինի, նրանք համաձայնություն տալու են, բայց Հայաստանի Հանրապետությունը հենց դրա համար է միջազգային իրավունքի սուբյեկտ, որ այն կարող է գնալ բանակցությունների, գտնել հնարավորություններ, այդ հնարավորությունները օգտագործել։ Եթե կարողանան կանել, Հայաստանի Հանրապետությունը կունենա հնարավորություններ նաև հապ դառնալու, ինչու ոչ, պարոն Արզուման։ Եթե չեք կարողանա անել, պետք է մեղադրենք միայն ինքներս մեզ։ Շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, եւ Սարգիս հասանք 5-րդ փուլին։ Վերջապես հասանք 5-րդ փուլին։ Աննա, հարգելի հյուրեր, դուք կարող եք 3 րոպեի ընթացքում ամփոփել ձեր մտքերը, ներկայացնել ձեր կարծիքը, հնչեցնել այն համաձայնությունները կամ համաձայնությունները, որոնք այստեղ հնչեցին։ Պարոն Արզումանյան, խնդրեմ, դուք ունեք 3 րոպե ժամանակ եւ կարող եք ամփոփել ձեր մտքերը։ Ինչ վերաբերում է ատոմակայանին եւ այլը, եթե Ադրբեջանը ուզենար 95 թվականից հետո, երկու տարի հետո կհամաձայնվեր, բայց անցել է 30 տարի եւ նա չի համաձայնվում եւ բարձրաձայնում է, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը եւ եղածի հետագա շահագործումը նրանք դեմ են դրան։ Իսկ մենք ինչ պետք է անենք։ Թողնենք Ադրբեջանին, թողնենք Թուրքիային, մենք ինչ պետք է անենք առաջիկա տարիներին։ Մենք առաջիկա տարիներին պետք է կարողանանք օգտագործել եւ արևային էներգիայի հնարավորությունները եւ իհարկե մեր գազով աշխատող ջերմակայանների հնարավորությունը եւ հիդրոկայանների հնարավորությունը, որովհետեւ մենք չենք կարող այնպիսի բանի մասին մտածել, որը անհնար է չի իրագործվելու։ Մենք դրա համար պետք է մեր էներգետիկ համակարգը այնպես դասավորենք, որ ունենանք այդ հնարավորությունները։ Օրինակ, այսօր արևային էներգիան աշխատում է եւ ես նայեցի տարեկան 800 քանի միլիոն կիլովատժամ էներգիա են տվել, բայց արևային էներգիան ճիշտ է եւ լավ է օգտագործել, եթե նրանք ունեն էլեկտրաէներգիայի պահուստային հնարավորությունները, որը այսօր չկա։ Եթե մենք այդ պահուստային հնարավորությունը ունենանք, ապա մենք կարող ենք արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիան կուտակել, որպեսզի գիշերը, երբ որ արև չկա, այդ էներգիան օգտագործել։ Իսկ դա հնարավորություն կտա նաև որոշ ժամանակ հետո, ասենք 46 թվին հրաժարվել եւ ատոմակայանի աշխատանքից, որտեվ գիշերը հիմնականում աշխատում է ատոմակայանը եւ նա է բավարարում բոլոր հնարավորությունները։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան։ Պարոն Ղևոնդյան, 3 րոպե։ Շնորհակալություն, մի քանի բան, նախ նշեմ, որ շատ լավ է, որ մենք խոսում ենք այն մասին եւ քաղաքական ղեկավարությունը խնդիր է դնում, որ ինչ որ ժամանակ հետո Հայաստանը հաբ դառնա էլեկտրաէներգիայի եւ տարածաշրջանում մենք կարողանանք արտահանող լինել, բայց առաջին հերթին ինքներս մեզ պետք է կարողանանք ապահովենք։ Ինքներս մեզ ապահովելու համար անհրաժեշտ է այո այս պահին ասելով նկատի ունեմ մոտակա 10-20 տարիների ընթացքում անհրաժեշտ է ունենալ նոր ատոմակայան։ Խոսելով այն մասին, թե այսպես ամփոփելով ամբողջ զրույցը, թե որ երկրի հետ ատոմակայան պիտի ունենանք, ես կարծում եմ Ռուսաստանը այստեղ անմիջապես պետք է դուրս դնել, կապված թե դիվերսիֆիկացման տրամաբանության հետ եւ նաեւ կապված նրա հետ, որ կառավարության հարգարժան ներկայացուցիչը ասաց, մենք դիտարկում ենք բազմաթիվ կոմպոնենտներ, այդ կոմպոնենտներից մեկը հենց ֆինանսականն է։ Ռուսաստանը ես չեմ կարծում, որ մոտակա ժամանակներում հնարավորություն կունենա Միացյալ Նահանգների փոխնախագահի նշած գումարին համարժեք ֆինանսներ տրամադրել։ Ռուսաստանը նույնիսկ դժվարություններ ունի դրանից բազմակի անգամ քիչ ֆինանսներ տրամադրելու, որ Հայաստանի տարածքում արձիականացվի հարավկովկասյան երկաթուղու ինչ-որ մեկ ճյուղը, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Այնպես որ կարծում եմ Ռուսաստանի հարցը դուրս է գալիս գոնե առաջին ատոմակայանի հարցում, բայց նաև այդպես կողմնակի կերպով պատասխանելու մեր ունկնդիրներից մեկի հարցին պատասխանելով նշեմ, որ այո, ինչ որ ժամանակ անց շատ հնարավոր է, որ ունենանք եւ ռուսական, եւ Միացյալ Նահանգների, եւ Ֆրանսիայի, եւ Կորեայի, որի տարբերակը եւս կարծում եմ քննարկվում է, ատոմակայաններ, որը մեկը մեզ չի սահմանափակում, բացի պարոն Արզումանյանի նշած այդ ճանապարհների հարցից, այդ հարցում էլ հուսանք, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխատանքը կիրականացնի եւ մենք կունենանք ի վերջո թե առաջին ատոմակայանը, թե հետագայում նաև այլ ատոմակայաններ, թե Կասկադ, որի մասին խոսում են եւ որը կարծես թե Լեհաստանում իրականություն է դառնալու եւ մենք տեսնելու ենք թե ինչքան
ինչպես այն կաշխատի, ինչքան լավ կաշխատի, գուցե հետագայում մենք էլ փորձենք այդ կասկադը օգտագործել եւ դա մեզ հնարավորություն կտա տարածաշրջանում լինել այնպիսի մի կենտրոն, որի հետ կցանկանան առևտուր անել։ Իսկ ինչի է մեզ անհրաժեշտ, որ մեզ հետ ցանկանան առևտուր անել, որովհետեւ երբ մի պետության հետ առևտուր ես անում, փող ես աշխատում, նրա վրա հարձակվելու ցանկություն չի լինում։ Այսինքն սա անվտանգային խնդիր է նաև իր հետ բերում եւ ես նշեմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա տարածաշրջանի այլ պետությունների հետ, գործընկերների հետ, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առևտուր անել մասնավորապես էներգետիկ ոլորտում, պատերազմի հավանականությունը մի քանի անգամ այդ դեպքում կնվազի։ Իհարկե այս ամենը կարող է, ես հետևում եմ ժամանակին, այս ամենը կարող է իրականություն դառնալ մեկ դեպքում, եթե այն աշխարհակարգը, որը մենք ենթադրում ենք, որ լինելու է, ի վերջո ինչ որ ժամանակ անց լինի եւ ձևավորվի, մինչեւ Հայաստանի Հանրապետությանը կհասնեն Ռուսաստան եւ Իրան գնացող ռումբերը, հուսամ որ չեն հասնի։ Պարոն Մարջանյան, գիտեք, մինչև ձեզ ամփոփիչ խոսք փոխանցելը, ես ուզում եմ այս հարցը նաև ձեզ ուղղել, որ Հայաստանում նախորդ տարիներին 2020 թվականից հետո շարունակաբար մարդիկ հնչեցնում էին այս միտքը, ասում էին, գիտեք, մեկ ուժի կենտրոնից նման կախվածությունը, օրինակ անվտանգային հարցերով, տեսանք թե ինչի բերեց։ Իհարկե, սա չի նշանակում, որ Հայաստանի կառավարությունը սխալներ չի գործել անվտանգային հարցերում, բայց մենք ակնհայտորեն տեսնում էինք, թե գեր կախվածությունը մեր սիրելի բարեկամ Ռուսաստանից ինչի հանգեցրեց եւ այստեղ է որ ծնվում է հարցը, թե ինչու եք դուք ուզում, որ այդ կախվածությունը էներգետիկ ոլորտում, որը չափից դուրս շատ մեծ է արդեն, գազ, կասկադն է Սևան հրազդան ըստ էության ռուսական կապիտալին պատկանում, ատոմակայանը վառելիքը բերում ենք, ինչու են այդ մտքի, այսպես ասեմ, այդ դիրքորոշման կողմնակիցները ցանկանում, որ այդ կախվածությունը, այդ չափ կախվածությունը Ռուսաստանից մնա։ Եթե կարող եք, խնդրում եմ ձեր ամփոփիչ խոսքում նաև այս հարցին անդրադառնալ։ Կարծում եմ կկարողանամ, շնորհակալություն այս հարցի համար, ռուսական տեխնոլոգիաների ընտրությունը եւ իմ հակվածությունը այդ տեխնոլոգիաների ունի շատ չոր եւ պրագմատիկ բնույթ։ Այս պահից աշխարհում տեղակայված ատոմային ռեակտորների 3/4-ը դա VVR տիպի տեխնոլոգիաներով ռեակտորներն են, ավելին կառուցվող ռեակտորների ավելի քան 3/4-ը դա VVR տիպի տեխնոլոգիաներն են։ Առաջիկա 5-10 տարիների ընթացքում այս իրադրությունը չի փոխվի, նոր տեխնոլոգիաները լինեն դա բրիդերային ռեակտորները, մոդուլային ռեակտորները, թե թորիումով աշխատող ռեակտորները առնվազն 10 տարի կպահանջվի ապացուցելու համար նրանց արդյունավետությունը եւ անվտանգությունը։ Այս չափազանց չոր եւ ինժեներական տեսակետից կարծում եմ, որ իրականում այլընտրանք էլ չկա, հասկանալի է, որ հեռանկարը կապված է VVR տիպի ռեակտորների օգտագործմանը եւ որի փայլուն օրինակն է ռուսական արտադրության օրինակ VVR TOI տեխնոլոգիաները։ Հիմա հրադառնամ այդ ամփոփիչ բանին, կուզենայի ասել, որ դուք ցույց տվեցիք պարոն Վենսի այցի դրվագները, նախ նշեմ, որ սա աշխարհաքաղաքական աննախադեպ երևույթ է Հայաստանի համար, Միացյալ Նահանգների ուրեմն փոխնախագահի այցը եւ այս հնարավորությունները ու ստորագրված փաստաթղթերը այ գալիս են ապացուցելու իմ այն արտահայտված դրույթը, որ այսօր քան երբևէ Հայաստանի ձեռները ազատ են թե տեխնոլոգիական ընտրություն կատարել, թե երկրների միջև ընտրություն կատարել։ Խոսքը գնաց 123 համաձայնագրի մասին, հարգարժան գործընկերներս շատ ճիշտ նշեց, որ դա ոչ մի էքսկլյուզիվություն չի պահանջում, հիշեցնեմ, որ 123 համաձայնագիրը Միացյալ Նահանգները կնքել է Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, Ճապոնիայի հետ եւ դա որևիցե կերպ չի խոչընդոտել կամ սահմանափակել այդ երկրների ընտրությունը եւ մի քանի ճշգրտումներ։ Մենք չենք խոսում նոր ատոմակայանի մասին։ Մենք խոսում ենք նոր ատոմային բլոկի մասին։ Ինժեներական տեսանկյունից շատ կարևոր ուրեմն նրբություն է նոր հարթակը, նոր ատոմակայանը պահանջում է հարթակի ընտրություն, հարթակի լիցենզավորում, այդ բոլոր խնդիրները Հայաստանի համար չկա։ Հարթակը պարզ է, դա մեծամորն է, դա լավագույն
հարթակն է, ինչը ցույց տվեց 88-ի երկրաշարժի պատմությունը, այդպես որ մենք խոսում ենք նոր ռեակտորի մասին, հզորությունների հետ կապված։ Շատ ուրախ եմ, որ հնչեցվեց այն միտքը, որ իսկապես այս փոփոխվող աշխարհակաղակական իրադրությունը եւ նոր տեխնոլոգիական լուծումները ենթադրում են վերանայում որոշակի եւ վերագնահատում, թե ինչ հզորություն է Հայաստանին պետք 2050 թվականին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աբրահամյան, ձեր հետն է ամփոփիչ խոսքի եւ գուցե դուք էլ անդրադառնաք, թե քաղաքական տեսանկյունից տարածաշրջանի երկրների կողմից մենք որոշակի ճնշումներ ունենք այս կամ այն որոշումը կայացնելու։ Շնորհակալություն հարցի համար։ Ես իմ մոտ այդտեղ մի քանի կետեր առանձնացրեցի, բայց սկզբից ձեր հարցին կպատասխանեմ։ Ճիշտն ասած, խոսվեց որոշ երկրների կողմից Հայաստանի նկատմամբ բանեցվող ճնշումների մասին։ Ես կներեք, բայց պետքա նախորդ թեմայի հետ կապված միտք ասեցի, որ ես զարմանում եմ, որտեղից են այդ խոսակցությունները գալիս։ Հիմա էլ հանրային ելույթներից։ Այո, հիմա էլ այս հարցի շրջանակներում պետք է իմ զարմանքը հայտնեմ, որովհետև այն process-ը, որ եղել է նախկինում, որևէ բան այդտեղ չի նախկինում, որ ասում եմ, ի նկատի ունեմ տարիներ շարունակ, տարիներ գործարկումից սկսած, որևէ բան, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, որևէ արտառոց մենք հայտարարել ենք, որ մենք ինքնիշխան պետություն ենք, մենք հայտարարել ենք, որ մենք առաջինը մենք ենք մտահոգված ատոմակայանի վիճակով, անվտանգությամբ այդ թվում նաև, այո, եւ առաջինը մենք ենք մեր բնակչության մասին մտածում, հետո նոր այն երկրները, որոնք մեզ մոտ են գտնվում, սահմանակից են եւ այլն։ Կներեք, եւս մեկ անգամ պետքա շեշտեմ, իմ համար դրանք խորտ խոսակցություններ են եւ ես չեմ հասկանում այդ խոսակցությունները ինչի են պարբերաբար տենց այդ խոսակցությունների մասին կարող ենք խոսել 2000 թվականին, 2010 թվականին, 20 թվականին եւ այդպես շարունակ որևէ արտառոց բան ըստ իս տեղի չի ունենում, որքանով որ կներեք, կարող է ես մի փոքր անտեղյակ եմ։ Եթե կա, թող բացատրեն, միգուցե մենք հասկանանք։ Երկրորդը, ինչ վերաբերում է մեր հետագա զարգացումներին էներգետիկայի բնագավառում, մեր հարգելի գործընկերները թերահավատորեն են վերաբերում էներգետիկ հաբ տարածաշրջանային հասկացությանը, բայց ես մի հատ կարևոր շեշտադրում եմ ուզում ստեղ անել։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, էներգետիկ անկախությունը, հուսալիության մակարդակի բարձրացում, դրանք մեր պարտականություններն են, դրանք մեր ամենօրյա աշխատանքն են եւ այդպես պարտավորությունների շարքից բազմաթիվ կարելի է ժամերով թվարկել։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային էներգետիկ հաբ լինելուն, դա մեր տեսլականն է եւ ես այստեղ կարծում եմ, որ կառավարությունը չի կարող իր տեսլականը կառուցել իր պարտավորությունների շրջանակներում։ Այսինքն մենք ինչը որ պարտավոր ենք, մենք դա ինքները շատ լավ գիտենք, բայց մենք պետք է ունենանք տեսլական եւ այդ տեսլականը, այո, այդ հաբն է եւ որը պետք տեսլականը մեր կարծիքով տեսլականը պետք է լինի հավակնոտ։ Իսկ հավակնոտ տեսլականը դա լինել տարածաշրջանային էներգետիկ հաբ եւ դրա շրջանակներում կառուցվում է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում իրականացվում է մեգա նախագծեր, խոսքը գնում է Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծերի մասին եւ այստեղ մեր տեսլականը շատ պարզ եւ հստակ է։ Ինչ վերաբերում է, եթե կարելի է ընդամենը 10 վայրկյան անդրադառնամ նաեւ ատոմակայանների հարցին, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը եւս մտնում է մեր պարտավորությունների, ստանձնած պարտավորությունների, մեր քաղաքացիներին հուսալի եւ անվտանգ էլեկտրաէներգիայի ապահովման տեսադաշտում, իսկ նոր բլոկի կառուցման շրջանակներում, ինչպես նոր տեսանյութում վարչապետն ասեց, մենք ուսումնասիրում ենք, դիտարկում ենք, հաշվի ենք առնում եւ նմանատիպ այլ բազմաթիվ հաստատություններ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, Աննա, մենք ավարտում ենք այս թողարկումը։ Նույնպես ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ յուրաքանչյուր շաբաթ երեկոյան ժամը 8-ին կարող են դիտել Բուն բանավեճը Բուն TV-ի եթերում։ Այո, եւ անպայման խնդրում եմ ձեզ ակտիվ եղեք Բուն TV-ի սոցիալական հարթակներում, գրեք ձեր հարցերը, քննարկեք, մենք այդ հարցերը կժողովենք, ինչպես դուք տեսաք, կներկայացնենք մեր հյուրերին հաջորդ թողարկումների ընթացքում։
Շնորհակալություն հարգելի հյուրեր այսօրվա բանավեճի համար եւ ստեղծություն հարգելի հեռուստադիտողներ։